Մշակույթ, հատուկ հավելված, արվեստը, մշակույթը, մարդն ու ժամանակը։ Վեց տարեկանում ես ցանկանում էի խոհարար դառնալ, 7-ում Նապոլեոն, իսկ հետագայում իմ ձգտումները մշտապես աճել են։ Դեռ վաղ մանկությունից ինձ մոտ հայտնաբերվեց արատավոր մի հակում, համարել ինձ ոչ այնպիսին, ինչպիսին մնացած բոլոր մահկանացուներն են, եւ տեսեք, թե ինչ փայլուն կերպով դա ինձ հաջողվեց։ Ես ճակատագրից երկու բանի համար եմ շնորհակալ, որ ես իսպանացի եմ եւ որ ես Սալվադոր Դալին եմ։ Սրանք Դալիի խոսքերն են հանճարի օրագիրը գրքից։ Դալին տարիներ շարունակ զրույցների ժամանակ ակնարկել է, որ օրագիր է պահում, ուր մանրամասնորեն գրառումներ է անում։ Նա սկզբում մտադրված էր օրագիրը վերնագրել «Իմ գաղտնի կյանքը», որը կարող էր լինել արդեն գրված Սալվադոր Դալիի «Գաղտնի կյանքը» գրքի շարունակությունը, սակայն հարազատ մնալով բովանդակությանը գիրքը վերնագրել է «Հանճարի օրագիր»։ Մշակույթի նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային պատկերասրահում հունիսի 7-ից բացվել է «Դալին եւ սյուրռեալիստները» ցուցահանդեսը, որը հայ եւ օտարազգի այցելուների համար բաց է արդեն 3 ամիս։ Վերջին 20 տարիների ընթացքում Հայաստանում նման մեծության նկարիչ չի ներկայացվել։ Իսկ թե ինչպես Դալիի գրաֆիկական աշխատանքները հայտնվեցին ազգային պատկերասրահում, կներկայացնի պատկերասրահի աշխատակից արվեստաբան Հայկուհի Սահակյանը։ Հավաքածուն պատկանում են Պիեր Արժիլեին, ով իր բազմաթիվ այդ հրատարակությունների արդյունքում գնելով պղնձե տախտակները եւ տպագրության իրավունքը, հետագայում իր հավաքածուն դարձրեց պատկերասրահ, որը այժմ Նյու Յորքում է գտնվում, Արժիլե պատկերասրահն, այժմ այն ղեկավարում է նրա կինը Քրիստին Արժիլեն, եւ Քրիստին Արժիլեի հետ պայմանագրային սկզբունքով որոշվեց ցուցադրել ժամանակավորապես, նաեւ ասեմ, որ Քրիստին Արժիլեի ամուսինը հայտնի սփյուռքահայ ֆրանսիահայ նկարիչ էր Ժան Ղազանչյանը, եւ նա եւս կարծես իր ամուսնու հայրենիքում ցանկացավ այս ցուցահանդեսը կազմակերպել։ Ցուցասրահում երկու միաժամանակյա ցուցադրություն է կազմակերպված՝ Դալին եւ սյուրռեալիստները ու սյուրռեալիզմը եւ հայ նկարիչները, որը բաղկացած էր հայ նկարիչների սյուրռեալիստական ոգով արված 40 աշխատանքներից։ Այստեղ ներկայացված են Երվանդ Քոչարի, Արշիլ Գորկու, Գայանե Խաչատրյանի, Սերգեյ Փարաջանովի, Լևոն Թութունջյանի, Հակոբ Հակոբյանի եւ այլ արվեստագետների գործեր։ Այսինքն միևնույն ցուցադրության մեջ միավորված են տարբեր ժամանակահատվածների գործեր։ Ազգային պատկերասրահ մեր այցելության ժամանակ հայ սյուրռեալիստների աշխատանքները այլևս չեն ցուցադրում, դրանց փոխարեն ներկայացված են անկախության 20-ամյակին նվիրված գործեր։ Սյուրռեալիզմը 20-րդ դարի մշակութային ուղղություն ու գեղարվեստական ոճ է, որը հիմնադրել է Անդրե Բրետոնը 1924 թվականին, բայց սյուրռեալիզմ տերմինը առաջին անգամ կիրառել է գրող գրաքննադատ Գիոմ Ապոլիները դեռևս 1917 թվականին։ Սյուրռեալիզմի ամենաճանաչված ներկայացուցիչը Սալվադոր Դալին է։ Մի առիթով Դալին ասել է, որ ես ոչ թե սյուրռեալիստ եմ, այլ ես եմ սյուրռեալիզմը։ Դալիի օֆորտների մի մասը արված է չոր ասեղով, իսկ թե ինչ տարբերություն կա չոր ասեղով արված գծանկարի եւ սովորական օֆորտի միջև կպատմի Հայկուհի Սահակյանը։ Չոր ասեղով էր արվում այդ կերծվածքը, ուրեմն տարբերություն չոր ասեղ եւ օֆորտի, նույն ինքը օֆորտի տեսակ է, ուղղակի թթուներով չէին մշակում, չոր ասեղով կերծում էին եւ ներկլցնելով այն տպում, ինքը հիմնական օֆորտային եղանակով էր ստեղծում գրաֆիկան։ Ներկայացված նմուշների մեծ մասը Դալիի հեղինակած օֆորտներն են, որոնք ստեղծվել են հիմնականում 1960-ական թվականների երկրորդ կեսին։ Այլ գրական ստեղծագործությունների թվում Դալին նկարազարդել է Պիեր դե Ռոնսարի Սերը Կասանդրայի հանդեպ եւ Գյոթեի Ֆաուստը։ Հետաքրքիր է Մաո Ցզեդունի բանաստեղծությունների հիման վրա 1968 թվականին արված աշխատանքները, հատկապես Մաոյի Կիսանդրին, որտեղ Մաոն պատկերված է առանց գլխի։ Սյուրռեալիզմը իհարկե ժամանակի ամենահանրաճանաչ մարդկանցից մեկին պետք է պատկերեր առանց դեմքի, եւ դա բացատրեր նրանով, որ Մաոն չափից դուրս բարձրահասակ էր եւ չէր տեղավորվել նկարի մեջ։ Ցուցադրության մեջ տեղ են գտել մի քանի թեմատիկ շարքեր՝ սյուրռեալիստական ցլամարտ, դիցաբանություն, սակայն առավել հետաքրքիր է հիպիները շարքը։ Ավելի մանրամասն կներկայացնի արվեստաբան Հայկուհի Սահակյանը։
Հեպիական շարժումը 1960-ական թվականների սկզբին սկիզբ առավ գլխավորապես վիետնամական պատերազմից հետո, երբ այդ ագրեսիայի դեմ այդ սոցիալական բողոք հանդվզումները հանգեցրեցին նրան, որ մարդիկ արդեն հանդես էին գալիս մի լոզունգով, որ պետք է տարածել սեր, պատերազմի ու ագրեսիայի փոխարեն պետք է սեր տարածել, եւ այս շարքը Դալին ոգեշնչվել է Պիեր Արժիլեի Հնդկաստան կատարած ճամփորդությունից հետո, երբ նա լուսանկարներ բերեց, եւ այդ արևելյան մշակույթի այդ լուսանկարների հիման վրա նա ստեղծեց այս շարքը, որը կարծես խորհրդանշում է նրա սիրո եւ խաղաղության այսպիսի ստեղծագործական այդ փուլը եւ այդ գաղափարները։ Դալիի արվեստը ծագում է հենց սյուրռեալիստական էսթետիկայից, որտեղ նա գտել է իրեն հարազատ մոտիվներ։ Այն բոլոր սյուժեները, որոնք տեղափոխվում են Դալիի մի նկարից մյուսը, իրենց ազդեցությունը թողել են նաև պոեմների եւ ֆիլմերի մեջ, որոնք Դալին նկարահանում էր Լուի Բյունուելի հետ։ Եվ գրել է ֆիլմերի սցենարներ, անդալուզական շունը, եւ մուլտֆիլմ է նկարահանել, որը երկար ժամանակ չի թույլատրվել ցուցադրության, եւ դիզայներ է եղել։ Դալիի նկարները հնարավոր չէ պատմել, կերպարները, սիմվոլները շատ են, զգացողությունները շատ տարբեր ու զգացածը բառերով արտահայտելը գրեթե անհնար։ Նա ասում էր, որ ես կոնկրետ չեմ նկարում ինչ-որ գաղափարներ, ես նկարում եմ այն զգում եմ, այո, եւ մարդիկ կարող են ընկալել այլ կերպ։ Դալիի արվեստը շատ բազմաբովանդակ է եւ նրա այդ կոմպլեքսներն են շատ արտահայտվել եւ նրա վախերը դուք հետո կհանդիպեք այլ շարքերում եւ շատ ժամանակ դպրոցականներ, որ գալիս են ու խոսում են, նրանց մոտ այդ ասոցիացիան ավելի է զարգացած, քանի որ իրենք չգիտեն Ֆրեյդի երազների մեկնաբանության տեսություն, չգիտեն հոգեվերլուծություն չգիտեն։ Շատ ժամանակ նրանց, այո, ահա նրանց այդ տեսակետը շատ հետաքրքիր մտքեր են էլի հայտնել։ Շատ-շատերին էր հուզում, թե արդյոք գծանկարները օրիգինալ են։ Հարցին կպատասխանի պատկերասրահի աշխատակիցը։ Գրաֆիկական գործերը եւ մանավանդ օֆորտային, որոնք տպագրման եղանակով են արվում, ընդունված է համարել 1-ից մինչև 100-ը օրիգինալ, քանի որ նրանք բազմացվում են։ Առաջին օրինակը բնականաբար միայն առաջին օրինակը չէր կարող օրիգինալ հանդիսանալ, այլապես տպագրման եղանակով այդ կոչնչացվեն, էլի այդ բանձե տախտակները չէին շարունակի բազմացնել։ Արժիլեն գնել է այդ տախտակը, բայց դա քանի որ բազմացման համար էր նախատեսված տպագիր գրաֆիկ եւ ընդունված է համարել, որ 1-ից մինչև 100-ը օրիգինալ։ Դալիի եւ սյուրռեալիստների երկար սպասված ցուցահանդեսը Երևանում ռեկորդներ է գրանցում։ Այցելուների նման քանակ ազգային պատկերասրահում դեռ չէր գրանցվել։ Ներկայացնում է պատկերասրահի աշխատակից Գայանե Ավետիսյանը։ Դալի եւ սյուրռեալիստների ցուցահանդեսը մեծ իրադարձություն էր մեր քաղաքի համար եւ դա նկատվում է նաեւ այցելուների քանակից։ Օրական այցելում է առնվազն 500 հոգի, որ մեր պատկերասրահի համար ցավոք որ քիչ են այցելում, լավ մեծ թիվ է եւ նկատվում է հետաքրքրությունը մարդկանց, դա միգուցե առիթ է, որ ավելի շատ հետաքրքրվեն արվեստով մարդիկ։ Ցուցադրությունից ստացած տպավորությունները տարբեր էին, ոմանք հիասթափված էին, ոմանք հիացած ու զարմացած։ Ես շատ տպավորված եմ եւ շնորհակալ եմ, որ այս հնարավորությունը այսօր մեզ տրվեց։ Ման հնարավորություն կոնկրետ ես իմ կենսագրության մեջ երբեք չի ունեցել տեսնել Դալի թեմատիկ սկզբունքներով դասակարգված եւ կարծեք թե այդ կոնտակտը նկարչի հետ շատ ավելի անմիջական է, սկսում ես ավելի լավ եւ ըստ էության հասկանալ։ Ցուցահանդեսները հնարավորություն են տալիս տարածության մեջ տեսնելու նկարը, ու այն զգացողությունները, որ ունենում ես նկարը անձամբ տեսնելիս, չի փոխարինի գրքով կամ համացանցով դիտելը։ Պարզապես ուզում եմ նշել այն հանգամանքը, որ շատ ողջունել է, որ այսօր մենք ունենք այս ցուցադրությունը տեսնելու հնարավորությունը, որովհետև քեզ զգում ես ավելի քաղաքակիրթ մարդ, համաշխարհային մշակույթի մի մասն ես քեզ զգում, եւ իհարկե հնարավորություն է ստանում մշակույթին առնչվելու, նոր եզրեր գտնելու, նոր հայացքով նայելու, որովհետև այն ինչ մենք գիտենք գրքերից կարող ենք տեսնել ինտերնետով նկարներով եւ այլն, միևնույն է այս զգացողությունը ինչ որ անմիջապես նկարներ տեսնելու, նկարներին առնչվելով զգում ես, հասկանում ես նորովի, երբեք չես ստանա ոչ գրքից, ոչ էլ ինտերնետից, այդ առումով հրաշալի է ու լավ կլիներ, որ պարբերաբար նմանատիպ ցուցահանդեսներ լինեն։ Մարդիկ առեղծվածներ են սիրում, եւ դա է պատճառը, որ նրանք սիրում են իմ նկարները, ասում էր Դալին։ Եթե դուք գտնվում եք Հայաստանում եւ եթե առեղծվածի սիրահար եք, ապա անպայման այցելեք Հայաստանի ազգային պատկերասրահ Դալին եւ սյուրռեալիստները տպագիր գրաֆիկաները տեսնելու։
Ցուցահանդեսը բաց է լինելու մինչև այս ամսի 15-ը։ Խոսափողի մոտ Անահիտ Ղազարյանն էր։ Այսօրվա համար նախատեսել ենք այսքանը։ Առայժմ